Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն զգուշ եղեք որ այս փոքրիկներից մեկին չարհամարեք ասում եմ ձեզ որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր որ երկնքում է որովհետեւ մարդու որդին եկավ փրկելու կորածը ձեզ ինչպես է թվում եթե մի մարդ 100 ոչխար ունենա եւ նրանցից մեկը մոլորվի 99 ոչխարը լեռան վրա չի թողնի եւ գնամ որոնելու մոլորվածին եւ եթե պատահի որ այն գտնի ճշմարիտ եմ ասում ձեզ թե նրա վրա ավելի կուրախանա քան 99-ի վրա որ մոլորված չեն այսպես իմ երկնավոր Հոր կամքը չէ որ այս փոքրիկներից մեկը կորչի սա էր այսօրվա ավետարանական հատվածը մեր Տեր Հիսուս Քրիստոս այստեղ մեզ նորից ու նորից սովորեցնում է, խրատում է, թե ինչ արժեք ունի մարդ Աստծո համար։ Մարդ Աստծո համար շատ մեծ արժեք ունի։ Այնքան մեծ արժեք ունի, որ Աստված այդ մարդու համար, որ Աստծո համեմատ փոշեհատիկ է։ Երկնքից խոնարհվեց երկիր։ Հանձն առավ փոքրանալ, մարդանալ, անսահման Աստվածը, անպարփակելի Աստված պարփակվեց մարդկային մարմնի մեջ։ Չարչարվեց, խաչվեց, մահվան բաժակ ըմպեց, այս ամեն ինչն արեց Աստված մարդու համար։ Բայց դուք ասում արհամարում եք իրար։ Անտեսում եք, անարգում եք, անպատվում եք, մեկդ մյուսիդ մարդու տեղ չեք դնում։ Զգուշացեք ասում են։ Որովհետև ասում են նրանց հրեշտակները, ում որ դուք արհամարում, անպատվում, անարգում, անտեսում եք, նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսի իմ Հոր, այսինքն մշտապես Աստծո երեսն են տեսնում։ Մեկնիչները մի քանի բաներ են ասում, որոնցից մի երկուսի մասին կասեմ։ Ասում է ինչ է նշանակում նրանց հրեշտակները տեսնում են երեսի իմ Հոր։ Նախ ասում են որ փոքրիկն էլ ասելով այստեղի նկատի չունի, ուրիշ անգամներ էլ են ասել դրա համար չուզեցան անդրադառնալ, բայց ոմանք կարողա չեն լսել։ Փոքրիկներ այստեղի նկատի չունի տարիքով փոքրերին, երեխաներին, երիտասարդներին։ Այստեղի նկատի ունի նրանց, ով որ հասարակության կողմից փոքր է համարվում, անարգ է համարվում, անտեսվում է, արհամարվում է, այսինքն անտեսվածները, խոնարհները, նրանք ովքեր իրենց առաջ չեն գցում, որոնք չեն փորձում ամենտեղ երևալ կամ բարձրանալ, այլ իրենց խոնարհ են պահում, համեստ են պահում, աննկատ են պահում, որոնք շատերի կողմից նույնիսկ չեն էլ նկատվում։ Ասում է սրանց հրեշտակները միշտ տեսնում են երեսի իմ Հոր, որ երկնքում է, մշտապես։ Երես տեսնելը ասում է նշանակում է, որ նրանց աղոթքները միշտ իմ Հոր առաջ են։ Միշտ հրեշտակներ իրենց աղոթքները բարձրացնում է Հոր առաջ։ Այսինքն նրանք մշտապես հիշված են Հոր առաջ եւ Հայրը հիշում է նրանց։ Մի ուրիշ բան էլ է ասում է քանի որ նրանք իրենց խոնարհությամբ, հեզությամբ, հոգեվոր աղոթական աստվածպաշտության ընթացքի մեջ են, միշտ Աստծո երեսի առաջ են։ Աստծո երեսը նրանց վրա է, Աստծո աչքը նրանց վրա է։ Մի տեսակ կարելի է համեմատել Լեռան Քարոզյանի խոսքի հետ, որ ասում է երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Հա, հոգևոր առումով սրանք Աստծուն են տեսնում։ Եվ ասում է դուք արհամարում եք սրանց, զգուշ եղեք, որովհետև ձեր փրկությունը կախված է նաև սրանից։ Ասում է մարդը
Եթե չջանա, մեկն ինչն է ասում։ Ուրիշներին օգնի, որ փրկվեն, ինքը չի փրկվի։ Այսինքն մեր փրկությունը մենակ մեզանից կախված չի։ Եթե մենք մենակ մեր փրկության մասին ենք մտածում, մենք չենք փրկվի։ Մենք պիտի փորձենք ուրիշներին էլ օգնել փրկվելու, եթե մենք ջանում ենք փրկվել։ Եվ այստեղ ես հիշեցի նոր մի դրվագ, մի ֆիլմ, որի մասին շատ ժամանակ առաջ ասել եմ, կարող է ձեզանից ոմանք տեսել են։ Ֆիլմը այսպես էր վերնագրված «Չորրորդ իմաստուն մարդը»։ Եթե տեսել եք, ավետարանն ասում է, որ 3 մոգեր եկան Հիսուսին երկրպագելու, բայց այդ ֆիլմը գեղարվեստական լինելով, այդ ֆիլմի մեջ ասում է, որ կար նաև մի 4-րդ մոգ, որ այս 3 ընկերն էր, նա էլ պիտի գար Հիսուսին երկրպագելու, բայց ինչ-ինչ պատճառներով այս մարդը ուշացավ 3 ընկերներից եւ չհասավ Բեթխեհեմ, որտեղ մոգերը, մյուս 3 ընկերները հասան եւ մանուկ Հիսուսին երկրպագեցին։ Այլ ինչ եղավ սրա հետ։ Այս մարդն էլ ասում է, մեկը կնդրուկ էր բերել, մեկը ոսկի էր բերել, մեկը զմուրս, իսկ այս մեկը իր հետ բերել էր թանկագին քարեր, Հիսուսին նվիրելու համար, թանկարժեք քարեր։ Եվ ինչ եղավ։ Այս մարդը 30 տարի, 33 տարի Հիսուսին էր փնտրում։ Բայց ինչպես էր փնտրում։ Անընդհատ, երբ ինքը մոտենում էր, ահա պիտի հասներ, մի իրավիճակի մեջ էր հայտնվում, որտեղ մարդիկ նեղության մեջ էին, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեին։ Եվ ինքը այդ տեղում կանգ էր առնում, հապաղում էր, չէր անտեսում, ինչպես բարի սամարացու առակի մեջ, քահանան, ղևտացին, անտեսեցին, նեղության մեջ ընկածին, գնացին, այլ կանգ էր առնում, օգնում էր, օգնություն էր ցույց տալիս, բժշկում էր մարդկանց, որտեղ տիրապետում էր նաև բժշկական արվեստին։ Իր բերած գանձերը ծախսում էր այդ մարդկանց փրկելու համար։ Եվ այսպես անընդհատ այդ մարդը չէր հասնում Հիսուսի հետևից։ Ի վերջո, երբ հասավ Հիսուսին, Հիսուս Գողգոթայում խաչի վրա էր արդեն։ Եվ այդտեղ էլ չհասավ ինքը, որտեղ արդեն ծերացել էր, ինքը հիվանդ էր, 33 տարի քայլել էր Հիսուսին տեսնելու եւ իր նվերները հանձնելու նպատակով, իր նվերներն էլ վերջացել էին, այլևս իր պայուսակի մեջ չէր մնացել ոչինչ այն թանկագին քարերից, ինչ ինքը բերել էր։ Եվ այստեղ Հիսուսին չմոտեցած ինքը ուշքը կորցնում է, ուշաթափվում է, երբ Հիսուս խաչի վրա էր։ Եվ աչքերը բացում է, արդեն հարուցյալ Հիսուս իր կողքին է կանգնած։ Եվ այս մարդն ասում է, Տեր, ես քո հետևից էի գալիս, չհասա, ես քեզ նվերներ էի բերել, բայց չհասցրի այդ նվերները քեզ փոխանցել, ես այլևս ոչինչ չունեմ։ Հիսուսն ասում է, քո բոլոր նվերները ինձ մոտ են։ Հիմա այստեղ կարևոր հանգամանք կա, այսինքն Աստծուն սիրել, Աստծուն ձգտել նշանակում է մարդուն սիրել, մարդուն ձգտել։ Հակոբոս առաքյալն ասում է, ով մարդ, դու որ ասում ես սիրում եմ Աստծուն, բայց քո տեսանելի եղբորը չես սիրում, արհամարում ես, անարգում ես, դու ո՞նց ես Աստծուն սիրում։ Աստծո հանդեպ մեր սերը պիտի երևա մարդկանց հանդեպ ունեցած սիրուց։ Այսինքն մենք եթե Աստծուն սիրում ենք, պիտի մարդուն սիրենք, որ Աստծո պատկերն ու նմանությունն է, որի համար Աստված իր կյանքը չի խնայել, որի համար Աստված իր արյունն է թափել։ Եվ ինչ էր ասում ավետարանական հատվածում, որովհետև մարդու որդին եկավ փնտրելու կորածը։ Եվ Աստծո կամքն է, որ այս փոքրիկներից մեկը չկորչի, ասում է, այլ բոլորը փրկվեն։
Եվ օրինակ բերեց կորած ոչխարի օրինակ, ասում է, եթե մի մարդ 100 ոչխարից մեկին կորցնի, միթե չպիտի գնա այդ կորածը փնտրելու, թե պիտի ասի լավ, կորավ, ոչինչ թող կորի, չէ։ Մարդու համար կարևոր է այդ ոչխարը եւ գնում է փնտրելու։ Ճիշտ պես էլ Քրիստոսն եկավ կորած ոչխարի ետևից։ Կորած ոչխարը մարդկային ցեղն էր։ Հրեշտակներին թողեց երկնքում, չկորածներին, եկավ կորածին փնտրելու եւ իր ուսերի վրա դնելու եւ երկինք բարձրացնելու համար։ Աստծո կամքը մեր բոլորի փրկությունն է։ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն։ Բայց այստեղ մի ցավ ունենք մենք այսօր։ Աստված ուզում է, բայց մենք չենք ուզում։ Աստված մեզ կանչում է, մենք չենք գնում դեպի Աստված։ Մեծ առումով, գլոբալ առումով աշխարհը ամբողջ այս վիճակի մեջ է, Աստծուց հեռացած, Աստծուց խորթացած, Աստծուն մերժած, ինչ որ մի դրվագ հիշեցի, որ ասում է մենք այստեղ էլ մենք մեզ ված չենք զգում։ Սուգահեռ գնաց առանց Աստծո էլ մենք մեզ ված չենք զգում։ Այսօր աշխարհն է ասում։ Բայց սա խաբկանք է։ Սա իրականություն չի։ Եվ ամեն մարդու կյանքում Աստծո ողորմությունը հայտնվում է մի ճգնաժամի տեսքով, որ այդ մարդը հասկանա, որ առանց Աստծո ինքը իրան չի կարա լավ զգա։ Որ առանց Աստծո ինքը մենակ վատ կարա զգա իրան, շատ վատ կարա զգա։ Մահու չափ վատ կարա զգա իրան։ Ինչով է արտահայտվում դա։ Մենք ամեն ինչի մասին մտածում ենք, անաստված կյանքը ինչով է արտահայտվում։ Մենք ամեն ինչի մասին մտածում ենք, բայց մեր հոգու փրկության մասին չենք մտածում։ Աղոթքի մասին չենք մտածում, Աստծո այդ հարաբերության մասին չենք մտածում, Աստծո պատվիրանները պահելու մասին չենք մտածում, Աստծուն հաճելի ապրելու մասին չենք մտածում, մարդահաճո ապրելու մասին շատ ենք մտածում, որ մարդիկ մեր մասին լավն ասեն, նամանավանդ մեզանից բարձր գտնվող մարդիկ իրենց դիրքով, հա? Եվ թքած ունենք, թե ինչ կմտածեն մեր մասին մեզանից ցածր գտնվող մարդիկ, որոնց մենք արհամարում ենք, որոնց մենք անտեսում ենք, մարդ չենք համարում։ Բայց ասում իրենք ամեն օր իրենց աղոթքները Աստծո առաջ են բարձրանում։ Բա ոնց պիտի լինի։ Զգուշ մնացեք ավետարանն ասում է, որ չարհամարեք։ Ինչու՞։ Որովհետև Աստված խոնարհների Աստվածն է։ Աստված բարձրացնում է խոնարհներին եւ վայր է իջեցնում, վայր է գցում ամբարտավաններին։ Եվ այսօր Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին թղթի հատվածը, որ ընթերցվեց, ասում է, որովհետև Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը։ Աստծով տկարը ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը։ Իրա որ եղբայրներ, ձեր իսկ կոչումին նայեցեք ըստ մարմնի, ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ եւ ոչ շատ ազնվականներ կանչվեցին, բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին։ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին։ Եվ Աստված աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարվածներին եւ ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերացի։ Ուրեմն մի կողմից մենք պիտի զգուշանանք, որ որևէ մեկին չանտեսենք, չարհամարենք, չանարգենք, այլ բոլորի հանդեպ սեր ունենանք, բոլորին ձեռք մեկնենք, բոլորին սիրով վերաբերվենք, բոլորին փորձենք օգնել, հասնել, որովհետև ասում է աղքատները աշխարհի մեջ դրված են, հիվանդները, կաղերը, կույրերը, հաշմանդամները աշխարհի մեջ դրված են մեզ համար,
որպեսզի Աստված տեսնի, թե մենք ինչ վերաբերմունք ունենք այդ մարդկանց նկատմամբ, որպեսզի մեր չար կամ բարի լինելը երևա, որպեսզի մեր սեր ունենալ կամ չունենալը երևա։ Սա մի կողմն է հարցի, բայց հարցի մյուս կողմն էլ կա։ Եթե մենք ուզում ենք, որ մենք էլ Աստծո երեսը տեսնենք, ուրեմն մենք էլ պիտի խոնարհվենք, մենք էլ պիտի չձգտենք առաջ ընկնել, այլ ասում է, ով որ վերջինն է, նա առաջին պիտի լինի։ Ոչ թե առաջի դիրքեր պիտի ձգտենք, այլ պիտի ձգտենք հետին դիրքերի մեջ, Աստծով, խոնարհությամբ, ոչ թե մեր անձը առաջ գցելու, ոչ թե մեր անձը բարձրացնելու, այլ մեր անձը խոնարհեցնելու համար։ Իրականի մեջ, երբ որ մենք մեզ առաջ ենք գցում, մենք մոռանում ենք մի բան, շատ կարևոր մի բան։ Մենք մոռանում ենք, որ մենք մեղավոր ենք, ու մենք մոռանում ենք մեր մեղքերը, հենց որ մենք սկսում ենք լավ, լուրջ հիշել մեր մեղքերի մասին, մենք առաջ ընկնելու ոչ մի ցանկություն չենք ունենում, մենք խոնարհեցնում ենք մեր գլուխները եւ նույնիսկ մարդկանց երեսին չենք կարողանում նայել։ Բայց հենց մենք մոռանում ենք մեր մեղավոր վիճակի մասին, մենք սկսում ենք դատել, մենք սկսում ենք քննադատել, մենք սկսում ենք մեծամտանալ, մենք սկսում ենք հպարտանալ, մենք սկսում ենք առաջ ընկնել, մենք սկսում ենք ուրիշներին անտեսել ու արհամարհել։ Աստված ասում է այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված ինքն իրեն զոհաբերեց, պատարակեց մեր փրկության համար։ Սա աշխարհի ամենակարևոր իրողությունն է, որ երբևէ եղել է։ Սրանից կարևոր բան աշխարհի մեջ չի եղել։ Աստված մարդուն փրկում է իր զոհաբերությամբ, իր պատարակով։ Հիմա եկեք ամեն մեկս մտածենք։ Մեր կյանքերի ամենակարևոր իրողությունը սա է։ Աստծո սերն ու Աստծո պատարակն է, Աստծո զոհաբերությունն է, թե մենք լիքը կարևոր բաներ ունենք մեր կյանքում, ձեռի հետ մեկ-մեկ էլ հիշում ենք այդ մասին, որ Աստված մեր փրկել է կամ Աստված մեր փրկությունն է իրագործել։ Աստված ամեն ինչ արել է մեր փրկության համար։ Մենք էլ ամեն ինչ պիտի անենք, որ այդ փրկությունը մերը դառնա։ Ամեն ինչ պիտի անենք, խոնարհվելով, խոնարհներին չանտեսելով, մարդուն սիրելով եւ միշտ Աստծո սիրո մասին մտածելով, միշտ Աստծո գործի մասին մտածելով, իսկ Աստծո սերն ու գործը ինչ է, ասում է իմ հոր կամքն է, որ բոլորը փրկվեն։ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն, այդ թվում նաև ես փրկվեմ։ Եվ դրա համար Աստված շատ բան արել։ Իսկ ես ինչ եմ անում դրա համար։ Այստեղ հարցը կախված թողնենք օդի մեջ, որպեսզի մենք մտածենք, մենք ինչ ենք անում դրա համար։ Աստծո սերը, շնորհը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։